այդ պահին ես չգիտեի ուրախությունից բղավ էի, թե լաց լինեի։ Ամբողջ իմ զգայական համակարգով զգացի ազատությունը հենց դատարանի դահլիճում։ Դատարանից դուրս եկա առաջի մարդը, ում գրկել եմ մայրս է եղել։ 19 տարեկանում դատապարտեցին ծնմա ազատազրկման իմ չկատարած հանցանքի համար։ Սպանվեց Արտուրը, ֆիզիկապես, հոգեպես սպանվեցի ես։ Լուսահոգի Արտուր Մեսրոպյանի հետ տեղի ունեցածի համար պատասխան չի կրել իրական մեղավորը։ Հենց դատարանի հայաթում պապայիս ինֆարկտ ախտել, հենց վճիռի օրը։ Նախկինում ծնմա դատապարտյալները սպասել են, թե երբ պետք է մահանան իրանք, որ ավարտվի իրենց կյանքը։ Որը որ ես հույսս, հավատս ինքս իմ հանդեպ կորցնեի, ես այդ օրը կկործանվեի։ Ես ամեն վայրկյան հավատացել եմ, որ ես մի օր ազատվելու եմ։ Ուղղակի պետք է համբերատար լինել, պայքարել, սպասել այդ օրվան, ամեն վայրկյան։ Մորս հայացքը ինձ ուժատվել։ Արմնուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք մեր խմբագրությունը ենք հյուրընկալել այսօր արդեն նախկին ծնմա դատապարտյալ Արթուր Քոչարյանին։ Օրերս մեր լրատվամիջոցը առաջինը հրապարակեց այն մասին, որ ծնմա դատապարտյալ Արթուր Քոչարյանը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Մեր լրատվամիջոցը բազմիցս անդրադարձել էր Արթուր Քոչարյանի քրեական գործին։ Արթուրը զորակոչվել էր 18 տարեկանում բանակ եւ բանակում սպանություն էր տեղի ունեցել եւ Արթուր Քոչարյանին ծնմա ազատազրկման էին դատապարտել։ Մեծ զրույցում Արթուր Քոչարյանը բազմիցս պնդել է, որ ինքը սպանության հետ կապ չունի եւ 22 տարի շարունակ պնդում էր այդ խոսքը, ինքը սպանության հետ կապ չունի։ 22 տարի անց Արթուր Քոչարյանը ժողովուրդ օրաթերթի խմբագրությունը մենք կզրուցենք նրա հետ 22 տարի հետո ազատությունից դուրս գալուց ինչ զգացողություններ ունեցավ, սպասում էր այդ ազատությանը թե ոչ։ Արթուր, շնորհակալ եմ, որ այսօր եկել եք մեր խմբագրություն հենց Աբովյան փողոցում, որտեղ նաև գտնվում է մեր խմբագրությունը։ Մենք հենց ազատության մեջ, այս ազատության մթնոլորտում կզրուցենք ձեզ հետ քրեակատարողական հիմնարկում 22 տարի առաջվա ձեր ապրումների, այնինչ տեղի ունեցավ ձեզ հետ, ձեր մտորումների մասին։ Նախ հետաքրքիր է ինչ զգացիք, երբ դատարանում, որտեղ նույն զգացողությունները հաստատ այն լրատվամիջոցը կամ այն լրագրողը, որը պարբերաբար անդրադառնում է քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց իրավունքների ոտնահարմանը, նրանց խնդիրներին, մեր լրատվամիջոցը իսկապես հետևում էր ձեր քրեական գործի հետագա ընթացքին, թե ինչ տեղի կունենա եւ ի վերջո դուք կհայտնվեք ազատության մեջ, թե ոչ, եւ մեզ համար իսկապես տպավորիչ էր, երբ առաջին անգամ լսեցինք, որ դուք արդեն հայտնվել եք ազատության մեջ, բայց հիմա հետաքրքիր է ինչ զգաց Արթուր Քոչարյան, երբ լսեց, որ դատարանից ինքը ազատ է արձակվում ու գնում է տուն։ Նախ ես եմ շնորհակալ ձեզ հրավերի համար, ինչ վերաբերվում է դատարանի որոշման պահին իմ զգացողություններին, ես անկեղծ ասեմ, այդ պահին ես չգիտեի ուրախությունից բղավ էի, թե լաց լինեի։ Ես գրեթե ոչինչ չէի զգում, մի քանի վայրկյան ես չէի գիտակցում, թե ինչա կատարվում։ Բայց դա փառք Աստծո տևեց ընդամենը մի քանի վայրկյան, որից հետո ես լիարժեք ամբողջ իմ զգայական համակարգով զգացի ազատությունը հենց դատարանի դահլիճում։ Տպավորություններս ուղղակի բառերով չեմ կարող նկարագրել, շատ դրական, շատ ուրախ, իրոք անկեղծ բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացի ես այդ պահին։ Բայց միաժամանակ համ ուզում էի ուրախությունից բղավել, համ ուզում էի լաց լինեի, բայց փորձում էի ոչ թե ինձ զսպել էմոցիաները չարտահայտել, այլ հարգելով դատարանին, քանի որ դեռ չէր ավարտել դատարանավորը իր խոսքը, փորձում էի ինձ հավասարակշռության մեջ պահել, երբ ավարտվեց արդեն դատաքննությունը, դատարանից դուրս եկա առաջի մարդը, ում գրկել եմ մայրս է եղել։ Մորս եմ գրկել, հետո քուրիկիս, պապայիս ու իմ բոլոր հարազատներին, ովքեր հավատացել, վստահել են ես ամբողջ 22 տարիների ընթացքում ու ոչ մի վայրկյան ինձ մենակ չեն թողել։ Այս տարիների ընթացքում, 22 տարիների ընթացքում քանի անգամ էիք դիմել դատարան եւ այդ մերժումը եղել էր։ Դե 2004 թվականից, երբ որ կայացվեց որոշում, եւ որոշումը մտավ վերջնական ուժի մեջ, ես բոլոր ացյաններով անցա, սակայն անփոփոխ մնաց առաջի ացյանի կողմից կայացած որոշումը
Հետո տարիների ընթացքում բողոքել եմ տարբեր կառույցներ, տարբեր պատկան մարմինների, բայց անընդհատ հանդիպում էի օրենսդրական փակուղու քրեական գործը վերանայման համար, ինչևէ համակերպվելով դատարանի կայացած որոշման հետ, հարգելով Հանրապետության դատական այցանի կայացած որոշումը եւ գիտակցելով, որ քրեակատարողական ծառայությունը ոչ մի գործառույթ չունի իմ քրեական գործի հետ, 22 տարիներս բանտում փորձել եմ անցկացնել բարոյական ճանապարհով, ինքնակրթվել, սպորտով զբաղվել, լինել դրական օրինակ մնացած դատապարտյալների համար եւ երբ որ տրվեց հնարավորություն ծմա դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատվելու, այդ ժամանակ նոր մեր ծմա դատապարտյալների մոտ արթնացավ հույսը ապրելու, հավատը։ Մինչ այդ ես երևի նորություն ասած չեմ լինի ու իմ նախկին բախտակից ընկերներս կփաստեն այն հանգամանքը, որ նախկինում ծմա դատապարտյալները սպասել են, թե երբ պետքա մահանան իրանք, որ ավարտվի իրենց կյանքը։ Հետո փառք Աստծու ազատվեց առաջինը, երկրորդը, երրորդը, վերջերս ես մայիսի 22-ին Վերաքննիչ դատարանի կայացած որոշմամբ ազատ արձակվեցի դատարանի դահլիճից պայմանական վաղաժամկետ։ Ինձ համար ոչ թե ազատություն, այլ ավելի մեծ պատասխանատվություն։ Պատասխանատվություն այն մարդկանց առաջ, ովքեր հավատացել են ինձ, ովքեր վստահել են ինձ։ Ես մեծ պատասխանատվություն ունեմ իրանց առաջ, որ ապացուցեմ թե վարչակազմը, թե իմ բախտակից ընկերները, վարչակազմը, քրեակատարողական ծառայությունը, բոլոր այն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում վերասոցիալականացրել են ինձ, աշխատել են ինձ հետ, ես բոլորից շնորհակալ եմ, բոլորից։ Անգամ իմ բախտակից ընկերներից, ովքեր ամեն ինչ արել են, որ ես ոչ մի վայրկյան չշեղվեմ այդ ճանապարհից, չնայած ամենամեծ դերակատարումը ես ինքս ունեմ, բայց շնորհակալ եմ իրենց մոտիվացիայի համար։ Շատ է եղել պահեր, երբ որ ոչ թե հիասթափվել, այլ ընկել եմ մտքերի մեջ, որ արդյոք ես ճիշտ ճանապարհով եմ գնում, թե չէ։ Ամեն անգամ ինձ այդ պահերին իմ ընկերները, իմ բախտակից ընկերները, նաև հիմնարկի վարչակազմը ինձ միշտ հուշել է, որ դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Նորից շարունակել եմ իմ ճանապարհը ու այսօր այստեղ միասին ձեր խմբագրությունը։ Արթուր, մայրիկին գրկեցիր, քույրիկին գրկեցիր, հայրիկին գրկեցիր դատարանում, բայց կար մի մարդ, որ ուզում էր ձեռքդ հասցնել հեռախոսին, ասել, որ ես ազատության մեջ եմ։ Եղբայրս Հայաստանում չէ։ Ոչ, արդեն 15 տարի է բնակվում է Ֆրանսիայում։ 15 տարի չեք տեսել, այսինքն հայրիկին, մայրիկին, քույրիկին ոնց է լինի տեսակցություն եղել է քրեակատար, բայց եղբորը 15 տարի չեք տեսել։ Ձեր եղբոր տղայի անունը ձեր անունն է, Արթուր։ Ինչու էր այդպես որոշվել։ Արթուրը հայտնվեց բանտում։ Ոչ, ես դեռ փոքր էի, իմ եղբայրս, ով ինձանից մեծ է, միշտ ասում էր ինձ, որ ամուսնանամ տղա ունենամ, անունը Արթուր եմ դնելու։ Ուղղակի զուգադիպեց, բայց ինքը միշտ ասում էր, որ Արթուր եմ դնելու տղուս անունը։ 15 տարի ձեր եղբորը չեք տեսել։ Եղբայրը չգիտեր որոշման մասին։ Ոչ։ Հեռախոսը վերցրեցիք, զանգեցիք, ինչ տեղի ունեցավ։ Էլ ավելի աննկարագրելի։ Հեռախոսազանգ քրեակատարողական հիմնարկից լինում էր, զանգով խոսում։ Այս անգամ զանգը իր ձևի էր, Արթուր։ Այս անգամ զանգն արդեն ազատությունից էր։ Այն ազատությունից, որ սպասել էի։ Երևի ամենասպասվածն էր։ Արթուր, ինչ ասեց, գիտեմ շատ էմոցիոնալ վիճակ է, բայց ուզում եմ ձեր առաջին բառը, որ ասեցիք, 15 տարի չտեսած եղբորը, մի եղբոր, որը 22 տարի առաջ իր փոքր եղբորը ցավալի դեպքերի արդյունքում քրեակատարողական հիմնարկում էր տեսնում։ Ասեցի տուն եմ եթում։ Ու վերջ։ Էլ չկարեց հախոսամ, փոխանցել եմ հեռախոսը,
բայց հասցրի հասի տուն եմ։ Գնում եմ տուն։ Էլ չգիտեք ինչ է պատասխանը հեռախոսը փոխանցել եք հարազատներին։ Չէ, անկեղծ չեմ։ Փոխանցել եմ հեռախոսը, էլ չգիտեմ։ Բայց այս օրերի ընթացքում ստացվեց արդեն ամեն դեպքում խոսել։ Եղբոր հետ կախ ամեն ինչի։ Ստացվեց, խոսեցինք։ Դե ես չեմ հարցնում իր ապրումների մասին, որովհետև ես ինքս լավ գիտեմ, թե ինքը ինչքան է սպասել։ Հիմա սպասում եմ, երբ որ գա։ 22 տարի քրեակատարողական հիմնարկում։ Մեր լրատվամիջոցը հաճախակի է գալիս քրեակատարողական հիմնարկ եւ իսկապես բոլորի միտքը միայն նա է օր առաջ հասնի իր ընտանիքին, օր առաջ հասնի տուն գրկի իր երեխաներին, իր ծնողներին։ Ինձ հետաքրքիր է 22 տարի ազատազրկումից հետո ինչը ձեր շրջապատում տեսակ, որ ամենաշատն էր ձեր աչքերին փոխվել։ Քաղաքի խտությունը շատ է խտացել։ Մեքենաները, խանութները, ամեն ինչ, այն ժամանակ շատ քիչ էր։ Շատ քիչ, հիմա շատ է մարդիկ անընդհատ փողոցում են, ես ուրախանում եմ դրանից մեքենաների առատությունը, ճիշտ է, 2 օր առաջ եմ սովորել փողոցը անցնել, մինչև 2 օր առաջ մենակս չէի կարողանում փողոցն անցնել։ 22 տարի առաջ այլ վերաբերմունք ունեիք փողոցն անցնելու։ Հա, որովհետև չկար այդ խտությունը մեքենաների, չկար լուսամփոփ ցույց տալու։ Շատ ուրախալի ինձ համար մի փաստ, որը առաջիններից մեկն եմ նկատել փողոցն անցնելու մշակույթը, ժողովրդի մարդկանց անկեղծ ինձ շատ է ուրախացրել այդ փաստը, որ անպայման մարդիկ անցնում են թույլատրելի հատվածով ու ես լիաթոք ուրախ եմ մինչև այսօր, որ տեսնում եմ մարդիկ չեն ալարում, թեկուզ 100 մետր քայլում են, որ գնան թույլատրելի մասով անցնել, այդ հանգամանքի վրա շատ եմ ուրախացել։ Նաև ուրախացել եմ մեր վարորդների պահվածքի վրա, որ պարտադիր թույլատրում են հետիոտնին, որ փողոցն անցնի առանց շտապելու, իրենք էլ չեն շտապում, դա ինձ համար ուրախալի փաստ էր, չնայած որ 22 տարի առաջ ես երբ ազատության մեջ էի, մեքենաների այս քանակությունը չկար, հիմա շատ ավելի շատ է, բայց միաժամանակ գալիս ենք այն մշակույթի տիրապետմանը, որ պետք է մեկս մեկին հարգենք։ Վարորդը հետիոտնին, հետիոտ վարորդին, այդ հանգամանքը ինձ շատ է ուրախացրել։ Այդ ոլորտում դեռ շատ անելիքներ կան, բայց բոլոր դեպքերում ամեն դեպքում այն ինչ որ ես չեմ տեսել, առաջի բանը որ նկատեցի դա էր, որի վրա ուրախացել եմ։ Գիտեմ, որ ուզում էիր բանտից կամ առասարակ դատարանից, որ հետագայում լիներ այդ ազատությունը այն համազգեստով, որը որ քեզ ըստ էության տարել էին քրեակատարողական հիմնարկ, այդ նույն համազգեստով վերադառնայր տուն։ Արթուր, ուզում եմ այդ պատկերացած այդ պահի մասին շատ կարճ խոսես մեզ հետ։ Ես կանեի դա, որովհետև միշտ 22 տարի այդ միտքը միշտ ինձ հետ է եղել, ուղղակի քանի որ անսպասելի էր վերաքննիչ դատարանի իմ ներկա լինելու հանգամանքը, քանի որ գործառույթն այդպեսին է, որ դատապարտյալը շատ քիչ դեպքերում է դատավորի հրահանգով տարվում դատարան, անսպասելի են ինձ տարել դատարան, չհասցրեցի, բայց այո, կար այդ նպատակը, որ տպավորություն ստեղծեմ իմ ծնողների մոտ, որ ես բանակից վերադարձա։ Չնայած որ ժամանակի կորուստը մի քիչ դժվար կլիներ թաքցնել, բայց ամեն դեպքում ուզում էի։ Չստացվեց, բայց կարևորը գնացի տուն ու ծնողներիս հետ եմ արդեն։ Ուզում եմ անդրադառնանք քրեական գործին։ Մի գործի մասին, որին անդրադարձել է Ժողովուրդ օրաթերթը ըստ էության 2 դրվագով։ Մի դրվագում մենք անդրադարձել էր մեր լրատվամիջոցը կոնկրետ կյանքը ճաղերի ետևում, այն տարիները, որ դուք անցկացրել եք քրեակատարողական հիմնարկում։ Երկրորդ մասը, երբ որ մեր նկարանող խումբը եկավ քրեակատարողական հիմնարկ, մենք արդեն անդրադարձանք բուն քրեական գործին, որտեղ դուք բարձրաձայնում էիք անարդարության մասին։ Արթուր, որն էր ձեր գործի ամենամեծ անարդարությունը, որ այսօր կուզենաք հատուկ շեշտադրել։ Ամենամեծ անարդարությունը հենց լուսահոգի Արթուր Մեսրոպյանի հանդեպ տեղի ունեցածն է։ Դրանից մեծ անարդարություն ես չեմ հանդիպել այս տարիների ընթացքում։
Անարդար գտնվեցին թե Արթուրի հանդեպ, հետո հետագայում Արթուրի ծնողների հանդեպ խաբելով իրենց, որ պատժվել է մեղավորը, իմ հանդեպ, բայց ամենամեծը իհարկե լուսահոգի Արթուրի հանդեպ կատարված անարդարությունն է, որ մինչ օրս ես դատապարտում եմ եւ իմ ամբողջ կյանքում կդատապարտեմ ու կասեմ, որ լուսահոգի Արթուր Մեսրոպյանի հետ տեղի ունեցածի համար պատասխան չի կրել իրական մեղավորը։ Կտա պատասխան Արթուրս ձեզ։ Հուսով եմ կտա։ Ես հուսով եմ, որ կտա, որովհետև այդ ժամանակ նոր ես հոգևոր հանգստություն կգտնեմ։ Ես շատ մի կարևոր հանգամանքի եմ ցանկանում անդրադառնալ, երբ որ մենք առաջին անգամ հրապարակեցինք ձեր քրեական գործի մասին, տարբեր ազդակներ կային այսպես լրատվամիջոցին ուղված, որ Արթուրը միգուցե չի արել, այսպես էին շեշտադրում, բայց Արթուրը գիտի ով է արել, պիտի անուն ասի անուն Արթուրը։ 22 տարի Արթուր Քոչարյանը քրեակատարողական հիմնարկում անցկացնելով, արդյոք կարող էր անուն իմանալ եւ չասել։ 22 տարի ամեն օր ես գնացել եմ, շարժվել եմ այդ հարցի պատասխանն իմանալու տրամաբանությամբ։ Իմ բոլոր քայլերը միտված են եղել դրան։ Հավատացեք, որ օրը, որ ես իմանայի, որ օրը, որ ես իմանամ այդ հարցի պատասխանը, առաջի մարդը ես կլինեմ այդ մասին բարձրաձայնելու։ Որովհետև այդ անարդարությունը կատարվեց ոչ թե մենակ լուսահոգի Արթուր Մեսրոպյանի հանդեպ, այն նաև կատարվեց իմ հանդեպ։ Սպանվեց Արթուրը, ֆիզիկապես, հոգեպես սպանվեցի ես։ 19 տարեկանում դատապարտեցին ծմա ազատազրկման իմ չկատարած հանցանքի համար։ Որ օրը, որ ես այդ հարցի պատասխանը հստակ իմանամ, ես քայլեր կձեռնարկեմ այդ ուղղությամբ, անպայման։ Որովհետև 22 տարի իմ ամբողջ գիտակցությունը աշխատել է մենակ այդ ուղղությամբ, թե ես ոնց իմանամ այդ։ Դա նաև ինձ կտա հնարավորություն քրեական գործը այդ քննություն ուղարկելու։ Քանի որ քրեական գործում ես չունեի նոր Երևան եկած հանգամանք, օրենսդրական իրավունք չունեի քրեական գործը հետ քննություն պահանջելու։ Իսկ այդ հարցի պատասխանը արդեն ինքնին նոր Երևան եկած հանգամանք է, որ ինձ հնարավորություն կտա քրեական գործը հետ քննություն ուղարկելու։ Վստահեցնում եմ ձեզ։ Եղավ մի օր, որ իսկապես մտածեցիք անհույս է, չի լինի ազատություն Արթուր։ Ոչ։ Չնայած նրան, որ դուք միշտ մեծ ձրություն ասում եք, եթե մի օր մտածեն դա կլինի իմ վերջը։ Որ օրը, որ ես հիասթափվեի, որ օրը, որ ես հույսս, հավատս ինքս իմ հանդեպ կորցնեի, ես այդ օրը կկործանվեի երբ։ Ու այդ ամբողջ process-ի մեջ ինձ միշտ ուժատվե մորս հայացքը։ Ինչ հայացք էր։ Ինչ էր ուզում այդ հայացքը։ Ուզում եմ դա դուք հայացքա կարոտի, սպասումի։ Չէ, օգնություն խնդրող անօգնական ծնողի։ Այդ հայացքը ամեն վարքյան ինձ ուժ տվեց։ Որ ես իրավունք չունեմ հանձնվելու, հուսահատվելու, կոտրվելու ու պարտավորված եմ պայքարելու։ Բանտային կյանքի մասին մենք հաճախ լինում ենք քրեակատարողական հիմնարկում։ Լսում ենք, քեզել ենք լսել։ Քո շատ բախտակից ընկերներ իսկապես եկել են մեր խմբագրություն, հենց նույն այս Աբովյան փողոցում մենք նրանց հետ զրուցել ենք, իրենց բաց ռեժիմ դուրս գալու հանգամանքների հետ, այլ հանգամանքների հետ։ Արթուր, ծմա դատապարտյալի առօրյան ինչպիսին է իրականում։ Եվս մեկ անգամ պետք է նշեմ այն հանգամանքը, որ այսօր ցանկացած դատապարտյալ, այդ թվում նաև ծմա դատապարտյալները ունեն իրանց առօրյան ընտրելու հնարավորություն։ Այսօր դատապարտյալն ինքն է ընտրում, թե իր առօրյան ինչով լսում։ Կրթվի թե ոչ, ինչով զբաղվի, սպորտով, կրթությամբ, մշակութային գործունեություն ծավալի, Փառք Աստծո, այսօր քրեակատարողական հիմնարկներում տրված է այդ հնարավորությունը։ Ի ուրախություն ինձ ու իմ բախտակից ընկերների կա այդ հնարավորությունը։ Տարիներ առաջ, երբ որ ցանկանում էինք գիրք կարդալ, չկար գիրք։ Հիմա Փառք Աստծո Արմավիր քրեակատարողական հիմնարկում ունեն գրադարան, որտեղ 6000-ից ավել տարբեր ժանրի գրքեր կան։ Այսինքն հնարավորություն ունի դատապարտյալը իր առօրյան լցնել ինքնակրթությամբ, որը որ իրեն կտա գիտելիք, իսկ գիտելիքը կտա վերարժևորելու իրեն։ Արժեքների փոփոխություն տեղի կունենա մարդու մեջ,
որ հետագայում չգնա այնպիսի քայլի, որը որ նորից իրեն հետ կտանի քրեակատարողական հիմնարկ։ Այսօր կա հնարավորություն, այդ ամեն ինչի հնարավորությունը անկեղծ կա։ Ու այդ ամեն ինչից ամենաշատը ուրախ ենք մենք ցմահ դատապարտյալները, ովքեր տասնյակ տարիներ սպասել են իրենց մահվան օրվան։ Խցակիցներից բացի ոչ ոքի չեն տեսել։ Շատ կային մարդիկ, ում ճանաչում էինք մենք հեռակա կարգով, բայց ինքը կողքի խցում էր։ Իրան մենք գիտեինք անունով, բայց չգիտեինք իրեն դեմքով, որովհետև մենք իրավունք չունեինք իրենց հետ շփվելու։ Հիմա կա այդ հնարավորությունը։ Պատահել են դեպքեր, որ մարդուն շատ լավ ճանաչել եմ հեռակա, ասենք, զբոսանքի ժամանակ պատից այս կողմ այն կողմ շփվել եմ հետը անընդհատ, ես իրան ճանաչել եմ, ինքը ինձ է ճանաչել, բայց մենք իրար դեմքով չենք ճանաչել։ Անգամ հետո երբ որ ստեղծվեց հնարավորություն, երբ կարեցանք մենք արդեն շփվել միմյանց հետ դասապրոցեսների ընթացքում, միջոցառումների ընթացքում, այդ մարդկանցից մեկը անգամ իմ կողքը նստած էր սկզբնական շրջանում, ես չգիտեի, որ ինքն է, ձենից եմ ճանաչել, հարցրել եմ դու ես ինչ մարդն ես, ասել եմ ես էլ ես ինչ մարդ եմ ու փաթաթվել ենք իրար, որտեվ մարդուն ճանաչես, բայց դեմքով չիմանաս, մի քիչ ցավոտ երևույթ է, էլի ամեն դեպքում։ Մարդուն դեմքով ճանաչելու, ում գիտես բնավորությունը, ում մասին ամեն ինչ գիտես, բայց դու դեմքով իրան չգիտես։ Ու ձեզ բաժանում է ընդամենը մի հատ պատ։ Փառք Աստծո, հիմա տենց չի։ Ու դա ամենակարևոր վերասոցիալականացման պրոցեսներից մեկն է այսօր, որ ցմահ դատապարտյալները իրավունք ունեն որոշակի չափով դատապարտված դատապարտյալների հետ շփվելու, իրենց հետ խցում իրենց կալանքը կրելու, միջոցառումների ընթացքում շփվելու, դա ամենամեծ բաներից մեկն էր, որ տրվեց ցմահ դատապարտյալ։ Ամենածանր պահը որն էր բանտում անցկացած տարիների։ Երբ որ իմացա, որ հենց դատարանի հայաթում պապայիս ինֆարկտ է, հենց վճիռի օրը։ Այդ օրվանից ինքը դարձավ հաշմանդամ։ Ես մոռացել էի իմ մասը։ Բայց հետո ինձ բերեցի այն գիտակցության, որ ես իրավունք չունեմ։ Ես ինձ պետք է ուժեղ պահեմ, որովհետև իրանց լավ լինելը կախված է իմ լավ լինելուց, ու դա փոխադարձ։ Իմ լավ լինելը կախված է իրանցից։ Հայրիկն այսօր կա քո կողքին է։ Փառք Աստծո, կա իմ կողքին է թե հայրս, թե մայրս, որի համար ես Աստծուց միշտ շնորհակալ եմ։ Ես հիշում եմ Արմավիր քրեակատարողական հիմնարկում մեր հարցազրույցի ժամանակ ասում էի մի խնդրանք ունեմ Աստծուն, միայն հասնեմ իրենց։ Եվ ըստ էության Աստված լսեց ու հասել ես իրենց։ Հասել եմ ես իրենց, որի համար ես միշտ շնորհակալ եմ։ Ինչն էր ուժ տալուց Արթուրին, որ ինքը չկոտրվի, որ կհասնի իր ծնողներին։ Հավատը։ Միշտ հավատացել եմ ինքս ինձ ու միշտ մորս հայացքը ինձ ուժ ա տվել։ Եղել են պահեր, որ հուսահատությունը փորձել է կլանել ինձ, բայց մորս հայացքը ինձ պահել է։ Որ դու իրավունք չունես, պետքա կռիվ տաս, պետքա չհանձնվես, դու ճիշտ ճանապարհի վրա ես։ Երբ որ արդեն տրվեց մեզ կրթվելու հնարավորություն, ես հասկացա, որ վերջը մոտ է։ Ու իզուր չեմ ապրել, իզուր չեմ պայքարել մինչև այդ։ Որովհետև երբ որ մարդուն տալիս ես հնարավորություն կրթություն ստանալու, գիտելիք ստանալու, սեփական կարծիքը ձևավորելու հնարավորություն ես տալի, զգում ես արդեն պետության վստահությունը քո հանդեպ։ Պետությունը սկսեց վստահել մեզ։ Եվ ամենաառաջի քայլերից մեկը հենց կրթության հնարավորություն տալն էր։ Արթուր, բայց բանտը այդքան էլ շատերի պատկերացածը չի, այնտեղ շատ ճակատագրեր են խեղդում։ Այդ ինչ հավատ պիտի ունենալ, որ տենց պինդ մնալ, էլի։ Ոչ մի վարքյան չեմ դադարել հավատալ ինքս նախ ինձ ու ցմահ դատավճիռ այդ եզրույթին,
Ոչ մի վարքյան ես իրան չեմ հավատացել։ Ոչ մի վարքյան ես չեմ ապրել այդ դատավճռով։ Երբ որ ես ցույց տայի, որ այդ ծմա դատավճիռը կլաներ ինձ, այդ բառակապակցությունը երևի այլ կերպ կլներ իմ մոտ ամեն ինչ։ Ես ամեն վարքյան հավատացել եմ, որ ես մի օր ազատվելու եմ։ Ուղղակի պետք է համբերատար լինել, պայքարել, սպասել այդ օրվան, ամեն վարքյան։ Չի եղել մի հատ տենց վարքյան, որ ես չհավատամ։ Ինչքան էլ ուզում էր դժվար լիներ, ես մեկը հավատում եի դրան։ Մենակ ես եմ հավատացել ու իմ ծնողները, ինձ ճանաչողները կարող է իրանց խոսքը ձևակերպեին հրաշք լինի դուրս գաս, բայց իմ համար ինքը հրաշք չէր։ Իմ համար ինքը ամեն 22 տարի ամեն օր սպասված իրականությունն էր։ Իսկ այդ իրականությանը հասնելու համար ես իրավունք չունեի հանձնվելու, իրավունք չունեի չապրելու այնպիսի կյանքով, որով ես ապրել եմ։ Իսկ ես ապրել եմ միշտ տեղ տալով կրթությանը, գիտելիքին, ինքնակրթվելուն, զարգանալուն, դա ինձ շատ է օգնել, որ ես միշտ մնամ այդ գիտակցության մեջ։ Ձեր պատմությունից հետո ինչ խնդիրներ եք տեսնում դատական եւ քննչական համակարգում։ Ոչ թե խնդիրներ, ես նկատեցի մի բան, որ այսօր դատավորները ամենայն դեպս վերաքննիչ դատարանի ինձ ազատ արձակող դատավորը ինքն անկախ էր իր որոշման մեջ։ Քննչական մարմնի կամ դատարանների խնդիրների մասին բարձրաձայնելը իմ կողմից նախ չեմ կարող, որովհետև ներկա պահին հիմա չեմ տիրապետում, բայց դատապարտյալների հետ կապված կուզենայի, որ պայմանական վաղաժամկետ ազատման process-ը էլ ավելի հեշտանար, որովհետև շատ է լինում դեպքեր, երբ դատապարտյալները անցնում են ամբողջ վերասոցիալականացման process-ով, հասնում են պայմանական վաղաժամկետ ազատման դատաքննությանը ու այդ ամբողջ process-ը, որի մեջով որ իրանք անցել են տարիներ շարունակ, մի հատ ընդամենը անհեթեթ որոշմամբ հիասթափության է բերում, ու իրանք դադարում են գնալ այն ճանապարհով, որ մինչ այդ գնացել են։ Այսինքն դատարանները պետք է իմ կարծիքով ավելի շատ վստահեն այն մարդկանց, ովքեր որ անցնում են ամբողջ այդ process-ով։ Արթուր, Հայաստանում կան դատապարտյալներ, որոնք ձեր համոզմամբ անարդարություններ են բանտում։ Այո, կան։ Ես հիմա չեմ փորձի անուններ տան, բայց կան մարդիկ, ովքեր որ դատապարտված են ոչ այն բանի համար, ինչի համար, որ իրենք են դատապարտված։ Բայց այնուամենայնիվ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, հետևաբար ոչինչ չեն կարող։ Հրապարակումներին, կոնկրետ ձեր մասով հրապարակումներին հետևում եք։ Այդ հրապարակայնացման այդ ամբողջ process-ին հետևելու հնարավորություն չեմ ունեցել, բայց աշխատակիցները կամ ասենք տեսակցություն մտնելուց, երբ որ մտնում ես տեսակցություն, դու մենակ չես, այնտեղ տարբեր մարդիկ կան, իրանց արձագանքից, իրանց վերաբերմունքից ես հասկանում եի, որ ձեր հաղորդումը շատ մեծ արձագանք է գտել, որի համար ուզում եմ նաև ձեզանից եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, որովհետև ձեր տեսանյութը իրոք հասարակության մոտ արթնացրեց մի զգացմունք, որի կարիքն ունեի ես։ Եվ հասարակության դրական վերաբերմունքը, թե իմ անձին, թե քրեական գործի հանդեպ իր վերաբերմունքը, կարծում եմ շատ բան փոխեց շատերի մոտ։ Կարող ենք ասել, որ զգացել եք, որ հանրային ճնշումը նպաստել է ձեր ազատ արձակմանը, ինչ որտեղն է։ Ճնշում բառը չեմ օգտագործի, բայց ամեն դեպքում հասարակությունը ցանկացավ ինձ տեսնել, բայց էլի եմ ասում, ճնշում բառը չեմ օգտագործի, քանի որ ամեն դեպքում դատարանն անկախ է իր որոշման մեջ, բայց հասարակության վերաբերմունքը ինձ ազատության մեջ տեսնելուց ինձ ուղղակի ամեն վարքյան ստիպում է, որ ես համոզվեմ եւս մեկ անգամ այն հանգամանքում, որ ես իզուր չեմ ապրել այնպիսի կյանքով, որով որ ես ապրել եմ։ Իսկ ես ապրել եմ միայն ու միայն բարոյական նորմերով։ Դա ամենակարևոր բանն էր իմ
իմ ապրելակերպի մեջ, իմ տեսակի մեջ, անկեղծությունը, նաև պետք է ասեմ, որ անկեղծությունն էր, որ հասարակությունը հավատաց ու վստահեց ինձ։ Ես ոչ մի վայրկյան 22 տարիների ընթացքում հասարակությանը չխաբեցի, ոչ մեկին չխաբեցի, բացարձակ։ Արթուր, քրեակատարողական հիմնարկը վերջին տարիների ընթացքում հնարավորություն տալիս է վերասոցիալականացվել, սովորել, կրթվել, ճիշտ ճանապարհ ընտրել եւ հասարակության մի մասնիկը դառնալ։ Բայց նաև շատ կարևոր է, երբ որ մենք դատապարտյալների հետ զրուցում ենք, քրեակատարողական հիմնարկը խլում է, բանտը խլում է։ Ես ուզում եմ Արթուր Քոչարյանին հարց ուղղել, ինչ է կորցրել այս տարիների ընթացքում ամենամեծ ափսոսը Արթուր Քոչարյանին, որը կորցրել է այս տարիների ընթացքում 22 տարի։ Ժամանակ ու իր մեջ կլանվող հարազատ մարդիկ, որ էլ չկա։ Դա է խլել բանտը ինձանից։ Ինչ հարազատների է խլել, որ չես հասցրել այս տարիների ընթացքում 22 տարիների ընթացքում տեսնել Արթուր։ Քեռիներիս, տատիս, պապիս, մորաքրոջս որդուն, քավորիս։ Հնարավորություն չի եղել անգամ իրենց ուղարկավորությանը գնալ Արթուր։ Ոչ։ Այն ժամանակ, երբ որ իրենք մահացան, օրենսդրական հնարավորություն չկար, որպեսզի ես կարողանայի մասնակցել իրենց ուղարկավորությանը։ Իսկ հիմա Փարքաստու տալիս է գոնե այդ հնարավորությունը, որ ընտանիքի անդամների Աստված մի արածցե հետ վատ բան պատահելու դեպքում դատապարտյալը իրավունք ունի մասնակցելու, վերջին հրաժեշտը տալու։ Իսկ բանտը մարդուց իրավախախտում կատարած անձանցից, ովքեր որ հայտնվում են բանտում, խլում է ամենաթանկ բանը՝ ժամանակ։ Իսկ այդ ժամանակի մեջ մարդ կարող է կորցնել ամեն ինչ, սեփական եսից սկսած, սեփական կարծիքից վերջացած, ամեն ինչ կարող է կորցնել։ Դրա համար մեկ բառով ամփոփելով կասեմ, որ ժամանակ, իսկ նրանում ամեն ինչ։ Ցավոք սրտի մարդիկ Տատիկ պապիկը ձեզ հետ են ապրել, հայրական տանն են վերել։ Մորական տատիս պապիս, քեռիներս։ Արթուր, ում առաջ եք ձեզ պարտական զգում։ Ծնողներիս, ինձ հավատացող մարդկանց, ինձ վստահող մարդկանց, ինքս իմ հանդեպ եմ պարտավորություն զգում։ Ամենաառաջինը իմ ծնողների ու ինձ հավատացողների, ինձ վստահողների առաջ։ Բոլորի առաջ։ Հիմա հրապարակային այսպես հնարավորություն կա մարդուն ցանկանում ես իսկապես շնորհակալություն հայտնել հենց հրապարակային։ Թե իմ բախտակից ընկերներին կան այնտեղ ընկերներ, որ դեռ այնտեղ են, Արթուր կուզես տեսնել ազատության մեջ։ Հա, շատ կան։ Մարատը, Մուշեղը, Սումոնը, Սեյրանը շատ կան, որ կուզենամ իրանք էլ մի օր զգան այս ազատությունը։ Իսկ աշխատակիցների մեջ սկսած քրեակատարողական ծառայության պետից, Արմավիր քրեակատարողական հիմնարկի նախկին ու ներկա պետից պարոն Ծատուրյանից, պարոն Անանյանից, պարոն Համբարձումյանից, Հովհաննես սոցիալ-հոգեբանական բաժնի Տիկին Ասիայից, Տիկին Նայրայից։ Ովքեր են Տիկին Ասյան ու Տիկին Նայրան։ Տիկին Ասյան սոցիալ-հոգեբանական բաժնի իրավաբաններից էր, իսկ Տիկին Նայրան հոգեբանը։ Արթուր գնացի ազատությունից հետո քրեակատարական տեսար իրենց։ Որտեղ դատարանից գնացել էիր ուղիղ տուն։ Այո, երկուշաբթի օրը հենց իմ ազատվելուց 3 օր անց միջոցառում կար կազմակերպված, տղաներն էին կազմակերպել, խոստացել էի ազատվելու դեպքում անպայման ազատությունից ներկա գտնվեի, գնացի մասնակցեցի միջոցառմանը, տեսա բոլորին, թե տղաներին, թե վարչակազմին, անձամբ իմ շնորհակալությունս հայտնեցի բոլորին, բայց եւս մեկ անգամ այս ֆորմատով եմ ուզում շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս տարիների ընթացքում հավատացել են ու վստահել են ինձ։ Իրանց հավատն ու վստահությունը ինձ ամեն օր պարտավորեցրել է, որ ես ճիշտ եմ, որ ես միշտ գիտակցեմ, որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ։ Այդ հավատն ու վստահությունն է։ Արդեն ազատության մեջ կարելի ասել գրեթե 2 շաբաթ։ Ամսի 22-ից, մայիսի 22-ից։ Մոտ 3 շաբաթ։ Մոտ 3 շաբաթ։ 3 շաբաթ, այսօր 3-րդ շաբաթն է։ Ահա, հաշվում ես օրերը։ Չեմ հաշվում, ուղղակի sense մեխանիկորեն բանալից 3 շաբաթ։
Ինչ է պատրաստվում անել ազատության մեջ առաջին հերթին Արթուր Քոչարյանը։ Վաղվանից սկսում եմ իմ բնակարանի վերանորոգումը, ավարտելուց հետո ամուսնանալ, ունեմ գործնական առաջարկներ աշխատանքի տեղավորման հետ կապված ու տեղավորվել աշխատանքի, եթե չկարողանամ ծնողներիս համոզեմ, որ իրենք նստեն տուն էլ չաշխատեն, գոնե օգնեմ իրանց, որ մի քիչ իրանց հոգսը թեթևանա։ Ճիշտ է, մի քիչ պապային, մամային դժվար է համոզել, որ ժողովրդական լեզվով ասում են հին ոսկոր են, որ չաշխատեն մի բան կլինի, բայց փորձեմ ամեն ինչ անեմ, որ չաշխատեն մի քիչ հանգստանան իրենք։ Աշխատելու եմ անպայման։ Թողում որ տանից դուրս գաս մի քիչ դժվար է պատկերացնել։ Ուղղակի իրանց մոտ մի հատ sense հələ դեռ միջև հիմա մնացած հոգեբանական չեմ ասի խնդիր, բայց բան կա, որ տնից դուրս եմ գալիս, մեն շուտ միգաս։ Գիտեն դեռ ես 3 բա երեխան եմ, բայց ես ասենք շնորհակալ եմ իրանց անգամ դրա համար։ 22 տարիների ընթացքում եղան մարդիկ, որ կորցրեցին Արթուր, չհավատացին Արթուրին։ Ամեն դեպքում արտահայտությունը այսպեսին է, մարդ է մահացել, մարդ է սպանվել, ու այդ մարդու բոլորին առաջին բանն է, սպանության գործով նստածն է։ Այդ տրամաբանության մեջ ոչ։ Այդ տրամաբանության մեջ չի եղել մարդ, ով ինձ ճանաչի ու հավատա դրան։ Այդ տրամաբանության մեջ ես ոչ մեկին չեմ կորցրել, իմ հարազատներից, իմ մանկության ընկերներից, իմ հարևաններից, ոչ մեկին չեմ կորցրել այդ տրամաբանության մեջ։ 22 տարի անց ազատության մեջ լինելով, կլինի դուք եք հավատում, որ մի օր արդարություն եւ իրական մեղավոր Արթուր Մեսրոպյանի կհայտնաբերվի եւ կկրի պատասխանատվությունը։ Կարող է մի օր իսկապես Արթուր մտածես այն մասին, որ պետությունից փոխհատուցում ստանա Արթուր Քոչարյանի կորցրած 22 տարիների համար։ Անկեղծ ասած, այդ մասին ընդհանրապես չեմ մտածում։ Ընդհանրապես։ Որովհետեւ իմ կյանքի ամենակարևոր նպատակներից մեկը իմ ծնողներին հասնելն է ու ես հասել եմ։ Հաջորդ նպատակը արդեն ոնց որ ասեցի, վերանորոգել տունը, ամուսնանալ, աշխատել, կրթվել, կրթությունս շարունակել անպայման, բայց այդ մասին ընդհանրապես չեմ մտածել, դաժե այն ժամանակ, երբ որ քրեակատարողական հիմնարկում էր։ Ինձ համար ամենակարևոր հանգամանքներից մեկը նաև իմ արդարացման թուղթն է, ոչ թե փոխհատուցումը։ Այդ թուղթը դեռ չունեք, չէ՞ Արթուր։ Ոչ, քանի որ ես պայմանական վաղաժամկետ եմ ազատվել դատարանի դահլիճից, իսկ պայմանական վաղաժամկետ ազատվելու համար դատարանում քննվում է կալանքի ընթացքում իմ դրսևորած վարքը, վերասոցիալականացման ծրագրերի մասնակցել է, իմ վերասոցիալականացված լինել չլինելը, քրեական գործը ընդհանրապես ոչ մի առնչություն չունի պայմանական վաղաժամկետի հետ։ Եվս մեկ կարևոր շեշտադրում եմ ուզում անեմ, այս հարցը տվել էին, այսինքն 22 տարի անց դատանի որոշմամբ ազատ արձակված Արթուր Քոչարյանը այդպես էլ չընդունեց, որ ինքը կատարել է այդ արարքը։ Ոչ, ոնց որ դատարանում եմ շեշտել, հարգելով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, ես կալանքս կրել եմ քրեակատարողական օրենսգրքին համապատասխան։ Ինչ պահանջել է օրենքին ինձանից, այդ օրենքին համապատասխան կալանք եմ կրել։ Արթուր, իսկ ցանկանաք զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ կամ օգնել այլ դատապարտյալների, որովհետև ես հիշում եմ Մատաղիսի Զորամասի տղաները, երբ որ արդարացվեցին, նրանցից մեկը այսօր փաստաբան է եւ Արայիկ Զալյանը, իմ ընկերը, ում հետ մինչ իրենց ազատվել է, մենք մի խցում ենք ապրել իրար հետ, ազատվելուց հետո այո կրթություն ստացավ, դարձավ իրավաբան, շատ դեպքերում իմ քրեական գործի հետ կապված հենց անձամբ ինքը որպես իմ շահերի պաշտպան հանդես եկավ եւ ներկայացրեց տարիների ընթացքում բողոքներ, քանի որ իրանից լավ ոչ մեկ տեղյակ չէր իմ քրեական գործում կատարված անարդարություններից, որովհետեւ այն ժամանակ մենք որ իրար հետ մի խցում էինք, մենք ամեն օր քննարկում էինք, ուսումնասիրում էինք թե իրենց քրեական գործը, թե մեր քրեական գործը, չգիտեմ, ներկա պահին ուսումնասիրում եմ հոգեբանություն, միգուցե եւ մի օր իրավաբանություն սովորեմ ու եթե ունենամ հնարավորություն միանշանակ, ինչու՞ չէ, պետք է օգնել նաեւ դատապարտյալներին, ովքեր ունեն օգնության կարիք։ Միանշանակ։ Ինչ երազանք ունեք այսօր, որ նախկինում անհասանելի էր թվում։ Ազատություն։ Ծնողներիս աչքերը չոր տեսնել, այսօր իրականությունը։
Այսօր ես ունեմ այդ իրականությունը, որը որ ժամանակին ինձ համար երազանք էր։ Եթե այսօր ձեր դիմաց կանգնած լինեին այն մարդիկ, որոնց որոշումների հետևանքով տարիներ անցկացրեցիք բանտում, ինչ կասեիք նրանց։ Ապրեք խաղաղությամբ։ Եթե կարող են ապրել։ Ես չգիտեմ կարող են թե ոչ, բայց ես ընդամենը դա կասեի։ Ապրեք խաղաղությամբ։ Երևի բոլորի նպատակը այդ մարդկանց ինձ կոտրելն էր։ Իրանք երևի հույս ունեին, որ ես կկոտրվեմ, բայց ես չկոտրվեցի։ Շատ քեզ նման երիտասարդ տղաներ այդ տարիներին նույն մատաղիսի տղաները, որոնք հետագայում արդարացվեցին, հայտնվեցին քրեակատարողական հիմնարկում, բայց ըստ էության արդարացվեցին։ Արթուր, ինչու հենց դու փորձել ես այդ հարցի պատասխանը գտնել։ Այդ դու նշեցիր, որ երևի նպատակն էր ինձ կոտրել։ Ինչու հենց քեզ, Արթուր, ինչու հենց դու։ Քանի որ քրեական գործում ներգրավել էի որպես մեղադրյալ, երևի դրա համար։ Իսկ թե ինչու են հենց ինձ ընտրել զորամասից, ես այն քիչ մարդկանցից մեկն էի, ովքեր լուսահոգի Արթուր Մեսրոպյանի հանդեպ տեղի ունեցածի օրը մոտակա ժամերին ես ընդամենը 5 րոպեով բացակայել եմ գումարտակից։ Դրա համար հենց ինձ ընտրեցին։ Ամբողջ նախաքննության ընթացքում այդ 5 րոպեն միշտ կար, դա ինձ միշտ պահում էր անմեղության վարկածի վրա, բայց սպաներից մեկի դատարանում արդեն փոխած ցուցմունքի հիման վրա 5 րոպեն դարձրեցին ժամուկես, բայց մինչև այդ օրը այդ 5 րոպեն ինձ միշտ պահում էր, որ ես անմեղ եմ։ Ցուցմունքը փոխեց սպան, իր նախկին ցուցմունքը, որտեղ որ ինքը բազմիցս ասում էր, որ Արթուրը դուս ա եկել 5 րոպեից վերադարձել է, ներողություն խնդրեց, 5 րոպեն սարքեց ժամուկես, որպեսզի դատարանը կարենա ավելի վստահ որոշում կայացնել։ Շատ երիտասարդներ այսօր ազատության մեջ են, բայց այդ ազատության գինը չգիտենք շատերս, նաև չեն գիտակցում այդ ազատության գինը։ Արթուր, քեզպես շատ երիտասարդների, որոնք այդ 18-19 տարեկան այդ եռուն տարիքում են ու Աստված մի արած թե կարող է մի բան էլ չանեն կամ անեն ու հայտնվեն փորձանքի մեջ։ Քո խոսքը երիտասարդ այն տղաներին, որ այդ տարիքում են, ոնց ապրեն, որ հանկարծ չհայտնվեն բանտում։ Խնդիրը կայանում է նրանում, որ մենք դեռ չունենք բավարար գիտակցություն կրթության կարևորության մասին, թե կրթությունը ինչքան կարևոր է մեր կյանքում։ Մենք պետք է փորձենք ամեն ինչ անենք, որպեսզի երիտասարդությունը գա այդ համոզման, որ կրթությունն ամենակարևոր բանն է։ Իսկ կրթությունը մեզ բոլորիս տալիս է գիտելիք, իսկ գիտելիքը գիտակցություն, որ կյանքդ պետք է ապրես բարոյական նորմերով։ Երբ որ դու չես ընդունում կրթության կարևորությունը քո կյանքում, դու ամեն ինչի մեջ կարաս հայտնվես։ Ամեն ինչի մեջ։ Այն ժամանակ սենց էր իրավիճակը, անուն ազգանունդ գրել գիտես հերիք է։ Ճիշտ է, ինքը կատակ էր որպես այդպեսին, բայց այդ կատակը այնքան շատ էր արվում, որ ուզեիր թե չուզեիր ինչ-որ չափով մտնում էր քո գիտակցության մեջ։ Բայց փառք Աստծո, ես ինձ հետ բերեցի այդ գիտակցության վրա, որ կրթությունը գիտելիքը ամենակարևոր բանն է։ Իսկ երիտասարդներին ընդամենը մի խորհուրդ կուզենամ տալ, որ մի բան անելուց առաջ ընդամենը 10 վայրկյան մտածել։ Ես հարցազրույցներից մեկի ժամանակ ասել եմ մեկ անգամ, հիմա էլ նույնն եք ասել, որ ընդամենը 10 վայրկյան, քայլ անելուց առաջ 10 վայրկյան իրենց մեջ մտածեն, տվյալ քայլի մասին, հետևանքների մասին նոր քայլ անեն։ Արթուր, ազատության մեջ կա վախ, որ ունես մեջդ։ Հիմա ազատության մեջ, 3 շաբաթ ազատության մեջ։ Մինչև այսօր ես դեռ գնում չեմ կատարել խանութից։ Չեմ ասի վախենում եմ, ուղղակի չգիտեմ դեռ ձևերը։ 2 օր առաջի անգամ միայնակ փողոցն անցա այդ վախներ։ Երևի թե մնացել է գնումներ կատարելը։ Ինձ թվում է մոտորերս դա էլ կստացվի ու կանցնի կգնա։ Չէ, չունեմ վախ որպես այդպես։ Ես վստահ եմ իմ վրա, որ ես արդարացնելու եմ բոլոր այն մարդկանց հույսերն ու հավատը, ովքեր որ վստահել են ինձ։